Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակում է պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը։ Civilnet-ը որոշել է պարզել, թե այդ հայտարարագրերով ովքեր են ամենահարուստները դատական իշխանության ոլորտում։ Ցուցակը կազմվել է հաշվի առնելով դատավորների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրած գումարների հանրագումարը։ Դրամով եւ արտարժույթով հայտարարագրած գումարները ներկայացնում ենք դրամային արտահայտությամբ։ Իդեպ կայքում տեղադրված տվյալները 2013 թվականից չեն թարմացվում։ Այսպես, 10-րդ տեղում է Երևանի Մանացիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Ավագյանը, որը կնոջ հետ հայտարարագրել է ընդհանուր 28 միլիոն դրամ։ 9-րդ տեղում է Երևանի Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, որը կնոջ հետ հայտարարագրել է 33 միլիոն դրամ։ 8-րդ տեղում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, որը իր կնոջ հետ հայտարարագրել է 38 միլիոն դրամ։ 7-րդ տեղում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը 46 միլիոն դրամով։ 6-րդ տեղում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը, որն իր կնոջ հետ միասին հայտարարագրել է 51 միլիոն դրամ։ 5-րդ տեղում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, որը կնոջ հետ միասին հայտարարագրել է 54 միլիոն դրամ։ 4-րդ տեղում է Հայաստանի վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, նա կնոջ հետ հայտարարագրել է 90 միլիոն դրամ։ 3-րդ տեղում է Երևանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, նա կնոջ հետ միասին հայտարարագրել է 92 միլիոն դրամ։ 2-րդ տեղում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որը կնոջ հետ հայտարարագրել է մոտ 132 միլիոն դրամ։ Առաջին հորիզոնականում Երևանի Արաբկիր եւ Քանաքերզեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Դանիելյանն է, կնոջ հետ նա հայտարարագրել է շուրջ 243 միլիոն դրամ։